Մնաց այստեղ 5 տարակ էր, չէ՞ ոնց որ էլի կա։ Մեր Սուրբ Ծնունդի առավոտը նայեք ոնց ենք սկսել ժողովուրդ ջան։ Այս հենց խառը սառնանն եմ դատարկել, որ մաքրեմ։ Հիմա պիտի մաքրեմ, այն էլ աշոտը այս գործ առաջ գցեց, այս պահարանը հավաքել է համարյա։ Մնում այս մի 3 հատ տարակն էլ դնի, այն որ ասեցի գնացինք գրքապահարան առնելու սրա հետ էի։ Էս էլ բերեցինք, ինքան շատ տարակներ ունի, էլի ահագին բան կտեղավորվի։ Գույները չի սազում սրա հետ, բայց պատկերացրեք, էլ սազել, չսազելուն չեմ նայում, որովհետև պետքա ամեն ինչ կարողանամ տեղավորեմ։ Էլ սազելը հաշվի չենք առնում վերջ։ Հեշտ դրվում է շուտ, բայց այն ներքևինը ոնց որ նայ, ստե տարածությունը ոնց որ մեծ է։ Այդ կինն ասեց վերևը մեծերը դրեք, ներքևը փոքրերը։ Հա, տարբերություն կա, ինքը ասեց, ես հիշում եմ նա։ Ներքևն էլ է մեծ էսի։ Հա, չէ, հանի փոխի ուրեմն։ Հա։ Ներքևը մեծերը բդեշտա։ Չէ, աշուտ, ասում էր մեծերը վերևը։ Մեծն դնում էսի փագում է։ Հələ փորձի, լավ փորձի կարող ես եմ սխալ հիշում, բայց ոնց որ ասես տարբերություն կա։ Այդ փորձի այսքան գործ այն սպասվում այսօր, այստեղ էլ կանաչին պետքա մաքրեմ, տեղավորեմ, կարճ ասած լիքը գործ ունեմ, որ կողքից էլ կարողանամ ինչ-որ բան անեմ։ Եղավ, այդպես հավասար եղավ արդեն, հա։ Դե մի հատ էլ դարակ կա սեղանի տակ է աշոտ ենա։ Մի հատ էլ ընդեղ կա դարակ։ Հազիվ տեղավորել ենք։ Բայց սիրուն պահարանը, ուղղակի, նայեք, գույն էլ է շատ սիրուն, ուղղակի մեր պահարանների այդ գույնը չի սազում։ Բայց դե տեսեք ահագին բաներ էլի ունենք, որ պետքա տեղավորվի, էլի։ Հիմա ես կսրբեմ մի հատ, երկրորդ ձեռատ է ասել եմ։ Շատ սիրուն է ապրեսը, շատ լավ եղավ։ Սրբեմ ու սկսեմ տեղավորել, դասավորել։ Այսօր մաքրության օր է, այս կհաշեմ, ուզում եմ սառնանը առաջ կհաշեմ, մի հատ հետևը մաքրեմ, հետո նոր մեջը մաքրեմ։ Այս ավելի հարմար է, լավ բացում երկարում է, մի անգամից սրա հետևը վեր առնեմ, քոշին, մաքրեմ, դուրը ծածկեմ, հեռուստացույցի ձայնը չխանդարի, սառնանը մաքրեմ, տեղավորեմ, դասավորեմ, ոնց որ մարտական եմ տրամադրված, առավոտ արթնացա, ուզում էի սկսեի մարզվելը, տղաս զանգեց, երկար սրուցեցինք, ընդհատվեց մարզվելը, չկարողացա մարզվեմ, հետո խոսացինք վերջացրինք, բարձացա, շարունակեցի մարզումներս, ուժային մարզումներ արեցի, լավ էր, ոնց որ մեջքս բռնվել էր արդեն բանից, այդ գործից բանից, այս տարակը առանձին կհանեմ, հիմա այստեղ տեղ չկա էր, վերևը մաքրեմ, հետո նոր։ Վերջը, բարձացա մարզվեցի, ու ինձանից գող իջա։ Այս ապակիները չեմ հանում, որովհետև էլի վերջերս մաքրել եմ, այսպես վրայից էլ կմաքրեմ։ Տեսնեմ ինչ կհասցնեմ անեմ, հատկապես իմ մոտ մի քիչ բան է, էլի որ տղաս գալու է նոր տարվանից հետո, դրա համար ուզում եմ ինչ որ անելու եմ, իր գալու ժամանակ անեմ, ինչ որ սարքելու եմ կամ բան։ Մամաները ուզում են չէ, ամենալավ բաները իրանց երեխեքի համար սարքեմ, չնայած որ ինքը իր համար շատ լավ, ամեն ինչ էլ եփում է, ապրի ինքը շատ։ Անգամ ինձ այնքան համով բաղադրական տոմսեր է ուղարկում։ Այսօր ասում եմ մի հատ պորտուգալացի ասես, թե ֆիլիպինցի չեմ հիշում ինչ ազգեր, ասում եմ այնքան լավ ալիք ունի, ասում եմ նայում եմ իրանից համով բաներ եմ սարքում, ուղարկելա չեմ հասցրել նայեմ,
Ավարի մսով ինչ-որ բան էր, բայց չեմ հասցրել ես նայել, ինքը պատրաստի ուտելիքներով արկեք շատ լավն էր։ Սառնանը թե հատուկ նոր տարվա արկեք չի, ինքա որ ազատ եմ, հիմա մաքրում եմ, ես վերջես մի անգամ էլ էի մաքրել։ Այդքան կեղտոտ չէր։ Հիշես Գիտալը։ բանը, ապորտի որ տարան քանդի այնտեղ։ Ստե բերին գուրեստրել էլի չկտացակել։ Ստե չէր։ Չէ։ Սեղանի վրա բերեց Եվանեցին սուկից, այդ սեղանի վրա։ Այն դիվանքի դրեք նա չունի։ Այս ստե չէր հաստատ։ Տարական երաշտն է։ Հա, գիտեմ։ Համար ես ինքն է։ Հա։ Դժվար է վերջացի մի հատ ջուր խմեմ, սրանք տեղավորեմ։ Լիտրի կեսը արդեն խմել եմ։ Մինչև իրիկուն ոնց է չլի մի 2 լիտր կխմեմ։ Հիմա սրանք արագ տեղավորեմ, հետո նոր տակի դարակը հանեմ, ես էլ մաքրեմ, տակը ուզում եմ թերթ գցեմ, Սառնանը մեկ-մեկ մտածում եմ ինչ-որ բաներ առնեմ, որ մեջը դնեմ այն մանր բաները, պանիրները մեջը դնեմ, բայց որ փոքր սառնանն է, դրա համար չեմ անում, բայց մեծ սառնարանի համար էլ տեղ չունենք, դրա համար եղածով ենք բավարարվում։ Հիմա իմ գործը շարունակեմ, Աշոտ իմ գործը ընդհատել է տալիս, իր գործն է առաջ տանում ու առանց ինձ ինքը չի կարող աշխատել, աղջիկներ ձեր ամուսիններն էլ են այդպես, առանց ինձ ոչ մի բան ինքը չի կարող անի, ասենք մենակ ինչ-որ բան անի, ես պետք է իր կողքը լինեմ, գոնե մի բան այսպես ստից պահեմ օգնեմ, էլի իբր։ Այս ինքը այստեղ Սառնանը պատրաստ է, կարան կարեկտուր անենք արդեն։ Ես էլ մեր էլի գրատախտակը մի հատ պատին ունենք, այնտեղ մի հատ էլ էստեղ, որ կարևոր բաներ ենք գրում։
որ պետքա ասեք տան անդամներից մեկը տեսնի, իրար երես չենք տեսնում, դե այդպես է, չէ՞, կյանքը հիմա աշխատանքի ենք, զբաղված ենք, կարող է իրար չտեսնենք, ժամերը չհարմարացնենք իրար հետ, այստեղ գրում ենք, կամ այնտեղ գրում ենք, որ կարդա։ Այս զբաղված պահին մտածեցի ինչ չեփեմ, հավի թևիկներ կային սառած, հենց այդպես հանել գցել են, որ խաշվեն, հետը կամ ոսպով, կամ սիսերով մի բանով սուպ կանեմ, հետն էլ ջրիկ ճաշ կլինի, օրն էլ լավ ցուրտ օր է, դուրսը -2 աստիճան է, ջրիկ ճաշը իսկական, ապուրը իսկական հարմար այսօրվան։ Ոսպով սարքեցի ճաշը, շատ սիրուն համով ճաշա, իմպրովիզ արեցի, ինչ բանջարեղեն, ինչ կար սառած, թարմ, լրիվ լցրել եմ մեջը, մենակ դե որ թևիկները սառած էին, չկարողացա կիսեմ երկու մասի, մաքուր էին ի դեպ, վրան մազմզուկներ չկային, մնում է կանաչին լցնեմ, անջատեցի ու կանաչին էլ լցնեմ, համեմ ու մաղադանոսա, դե չորացրած սամիթ էլ եմ լցրել, ու ճաշն էլ դե արդեն հանգիստ կլինեմ, որ ճաշ ունենք, հանգիստ մեր գործերին կլինենք, Աշոտը այնտեղ աշխատում է, ես էլ էստեղ իմ գործերն եմ անում, հիմա կանչեմ Աշոտին հաց ուտենք, հետո նոր էլի շարունակենք։ Գրքապահարանի գրքերն ենք դատարկել, որ փոխենք, նոր գրքապահարանի մեջ տնենք, պետք է մի բան դրվի, չէ, երևի, որ բարձրացվի, հա, որ հետ գնա, դες բաներ էլ կան, գիտես Աշոտ հատուկ, որ սես տնես բաներ, հա, սեց որ բայց չունենք մենք, կա, հա, բա ավելի լավ, դե դրանք դեր, եսա նոր գրքապահարանը, տեսեք ինչքան մեծ է, ներքևը դռներ էին, չէ, հենց այդ բացեր, չէ, դռներ էին, հա, հիմա այս տնենք, սեղան առայժմ կողքնենք թողել, նայենք լայտ ոնց կանենք, բայց շատ բարձր է, տեսեք 210 ինչ էր բարձրություն, իրոք շատ բարձր է, բայց որակով բանա շատ, որակով հաստ լավ փայտ է, լավ, թողնենք Աշոտը այս վերջացնի, ես էլ եմ զբաղված, գնամ իմ գործերով, այստեղ լսեց խառը վիճակը, ես էլ իմ պահարաններով եմ զբաղված, եսա դարակները սրբել եմ, մեջը լավ մաքրել եմ, տակը երևի թուղթ կփռեմ էլի թերթ, նոր ինչ-որ դնելու եմ կդնեմ, ես էլ ահագին շատ դարակներ ունի, 3-6 հատ դարակ ունի, այստեղ էլ դարակները էլի շատ են, ես մտածում եմ առայժմ այս ձևով կթողնեմ, եթե տեսնեմ, որ այստեղ ոնց որ այս մեկը շատ բարակ է, բանա, նեղ է, բայց այստեղ էլ կարամ սինի բան դնեմ, կփորձեմ, եթե չէ, հետո կարամ հանեմ, հարմար չեղավ, հետո կհանեմ, ինչևէ, հիմա այս ոնց որ նորից պետքա դատարկել եմ արդեն խառնել եմ իրար, որ նորից հավաքեմ, մի հատ սուրճ եմ խմեմ, նոր անցնեմ առաջ, էներգիայով լցվեն, թարմանամ ու շարունակեմ գործերս, այսօր փաստորեն, այսօր դե ուզում էի բլինչիկի լիստեր էլ սարքեի, բայց չգիտեմ կհասցնեմ թե չէ, այսօր ես մաքրության գործերը կանեմ, ոչինչ, խոհանոցի մաքրության, ու հաճույքով անում եմ էլի, ինչքան բաներ ունեմ, թերն եմ այստեղ վերևը շարել, այնքան բաներ ունեմ, որ էլի ուզում եմ դարակների մեջ դրվի, փակվի ու հավաքված կլինի այդպես, այսպես որ բացադրվում արդեն լավ չի։ Տեսեք ինչքան ախորժավեր սուրճ է։ Նստեմ սուրճս խմեմ, պլիտկա եմ վերել շոկոլադ, որ մի կտոր ուտեմ, դառը շոկոլադ 74% կակաո է պարունակում։ Այս կարելի է օրական մի 2 սալիկ ուտել, այս չի խանգարի։
ուտելուց կարևորը ուտելուց անմիջապես հետո ոնց որ միջանկյալ այդպես չուտվի էլի այսինքն հացկերանք վերջացրինք վրայից միրգը ուտենք կամ շոկոլադն ուտենք որ առանց ոնց որ ինսուլինը չբարձրացնի էլի ուտելուց հետո ինսուլինը բարձրանում է հիմա ավելի լավ է մենք քաղցրը ուտենք հենց անմիջապես պորցիայի մեջ լինի այսպես ասած այդպես ժողովուրդ ջան լվացքել եմ փռել մի քիչ շորերը սառել եմ, ոնց որ Հայաստանում էր լինում են ձմեռվա ցրտին որ փռում ենք սառում են շորերը հիմա այստեղ այդ աստիճան չի, չէ, բայց մի թեթև սառել են -2 աստիճան է հիմա դրսում գիշերը ոնց որ -4 էր եղել արև դուրս եկավ այսօր, բայց ցուրտ է մեկա հիմա սուրճը խմեմ հետո հիմա այս սուրճը կխմեմ մնում է այս պահարանը կարևորը հավաքվել այս պահարանը դասավորեմ, այստեղ խոհանոցը վերջնական դասավորեմ վերջացնեմ ու գրկապահարանը նորից դասավորեմ, տեսակ հավաքել էր շատ լավ էր եղել ու ուզում էի բլինչիկի լիստեր սարքեի, բայց չգիտեմ թե կհասցնեմ այսօր թե չէ, եթե չհասցնեմ ոչինչ, վաղը կանեմ, քան որ հունվարի մեջ իմ տղան գալու է, ուզում եմ քանի ես մի քանի օրը տաննեմ ինչ որ կարամ սարքեմ, այդպես սարքեմ, դնեմ սարսախցիկ դնեմ սարի, որ իմ տղան գա պատրաստի բան ունենամ, որովհետև այդ օրերին էլ աշխատելու եմ, չեմ հասցին, ասենք աշխատում եմ, հետո մի օր տանեմ, այդ մի օրը ռոբոտ չեմ կարա էլի, վերջը հոգնում եմ։ Դրա համար ավելի լավ է հիմա հանգիստ սարքեմ, դնեմ սարսախցիկ, հետո էլ կունենամ պատրաստի։ Ինձ մսաղաց է պետք իրականում, են էլ անընդհատ համ տեղ չենք ունենում, համ էլ ինչ-որ բան անընդհատ պետք է, էդ էլ էլի տեղազբաղեցնում, չգիտեմ, ուզում եմ, չնայած աղացած հավի միս կարամ առնեմ, ինձ հավի միս է պետք է աղացած, բայց հլնայեմ, կամ էլ հավի միս ունեմ, կամ էլ պետք է բլենդերում մանրեմ, տեսեմ ոնց կանեմ։ Այսօր մտածում եմ, ասում եմ, ինչքան բան ենք մենք սովորում մեր երեխեքից։ Ես չգիտեմ, ասենք, այդ բոլորի մոտ է ձևով, այդպես թե չէ, բայց կոնկրետ ես իմ երեխեքից շատ բան եմ սովորում։ Ու մտածում եմ, այսպես համ գործ էի անում, համ էլ մտածում եմ, ասում եմ, որ ասում ենք երեխեքը չեն լսում, իբր մենք ամեն ինչ գիտենք, մենք պետք է ասենք երեխեքը մեր ասածը լսեն, իբր մեր իմացածը ճիշտն է, իրանք մեզ պետք է լսեն։ Մտածում եմ, բայց չէ, այդպես չի, այսինքն մենք մեր կյանքի փորձից ելնելով կարանք ինչ-որ բան ասենք, ինչ-որ մեր կյանքում ինչը ոնց է եղել, զուտ մեր կյանքի փորձով կարանք ասենք, բայց որ ասենք այդ ճշմարտությունը արտոկուսանոց ճիշտ չի, որովհետև շատ դեպքերում տեսնում ենք, որ երեխեքը ավելի ճիշտ բաներ են, ավելի լավ, ավելի խելացի են մտածում, ավելի թեթև, հեշտ են մտածում ու բաներ կա, որ իրոք մենք պետք է երեխեքից սովորենք։ Մեր կյանքը ուրիշ է եղել, մեր սերունդը ուրիշ է եղել, միջավայրը ուրիշ է եղել, հիմա իրանցը ուրիշ է ու շատ լավ սերունդ է, ընդհանրապես շատ լավ սերունդ ունենք, այս երիտասարդ սերունդը մենակ պետք է չկոտրել, թողնենք, որ իրանք իրոք իրաց նպատակներին հասնեն։ Դրա համար մեկ մտածում եմ, էլի ասում եմ, որ ասում են, ասենք ծնողներ կան մինչև 60, իրանք 60-70 տարեկան են, դե իրանց երեխեքն էլ իրանց կես տարիքի, ասում են չի լսում, բայց փաստն է, որ այնպես չի, որ երեխան խելք չունի, անուղեղ է, դեբիլ է, մենք էլ պետք է ասենք ինքը մեզ լսի։ Ուղղակի մենք մեր փորձով պետք է երևի խորհուրդ տանք, եթե կարիքը կա, որովհետև եթե չեն հարցում խորհուրդ ենք տալիս, ոնց որ դա լավ չեն ընդունում, էլի, մի քիչ վիրավորական ոնց որ լինի, այսինքն հայ ես չեմ հասկանում, դու պետք է ասես, այդ ձևով չէ, էլի, մի քիչ դիվանագիտորեն ոնց որ մեր ինչ որ ուզում ենք ասենք, դիվանագիտորեն ասենք։ Հիմա իրանք ոնց էլ չլինի, մի հատ անալիզ կանեն։ Այս ինչի եմ այսպես կոկորտս բանամ, բայց չի ցավում։ Ուզում եմ ասեմ, այնպես չի, որ մենք ամեն ինչ գիտենք, մենք ոչ մի բան էլ չգիտենք, մենք ուղղակի մեր կյանքի փորձն ունենք։ Այդ երեխեքն էլ պետք է իրանց կյանքն ապրեն, իրանց կյանքի փորձով, իրանց սխալների բաների վրա սովորեն։ Դրա համար հիմա պետք է մի քիչ կարողանանք էլի վստահենք մեր երեխեքին ու բաց թողնենք, ազատ թողնենք։ Այդպես համ մեր համար է հեշտ, համ էլ իրանց համար է հեշտ, այդպես ավելի շատ հարգում են ինձ թվում է,
որովհետև եթե փորձում ենք օրինակի համար, հա, ասենք ես խոսում եմ իմ տղայի հետ, ինքը ասում է այս բանը ուզում եմ սենց անեմ։ Հիմա եթե ես ասեմ չէ, տենց մի արա, ենթադրենք իմ կարծիքով այդ ձևով ճիշտ չի, օրինակ, հա, չնայած այդ բaragում ես ասեմ չէ, ինքը սխալ բան չի անում, ինքը շատ խելաց տղա է։ Ենթադրենք ես մտածեմ որ չէ, բայց էս լավ չի, ասեմ չէ, այդ ձևով մի արա, ավելի լավ չի սենց անես, այդ ճիշտ չի, այդ ձևով ճիշտ չի ընդունի ինքը։ Դրա համար ես միշտ ասում եմ, երևի նրանց է նաև որ վստահում եմ, ճանաչում եմ ես իմ երեխին ու վստահում եմ, դրա համար ասում եմ ոնց քեզ հարմար է, դու այդ ձևով էլ արա։ Ուրիշ բան, որ ես ասենք ինչ որ մեջբերում անեմ, ասեմ, հա, գիտես, ես օրինակ իմ դեպքում այս սենց էր, ես սենց արեցի, սենց եղավ, այսպես օրինակ բերեմ ինչ որ, բայց որ ես ասեմ, չէ, դից մի արա, սենց արա, չէ, որովհետև այնքան խելաց երեխեք են, որ երևի շատ բաներ մեզանից խելացի են մտածում ու մենք էլ իրանցից պետք է սովորենք։ Այն փոքր երեխից էլ կարանք ինչ-որ բան սովորենք, անգամ կենդանիա Քսենյան իրանից ես միշտ ասում եմ, անգամ Քսենյայից եմ ես սովորում։ Հիմա կասեք Քսենյայից ինչ ես սովորում։ Սովորում եմ, որ քնելուց, արթնանալուց հետո պետքա մարսվել։ Ինքը արթնանում է, որ երկար քնած է լինում, ձգվում է, բան անում, ես ամբողջ մարմինս են ձգվում է, բան անում։ Այսինքն պետքա ամեն ինչից է սովորենք։ Չգիտեմ, մտածում եմ այսօր այդպես էլի գործերով ընկած, հետո էլ մտածում եմ, որ ինչքան խելացի լավ սերունդ ունենք մենք, շատ։ Կարող է, չգիտեմ, իմ հետ, ասենք որոշ մարդիկ չհամաձայնեն, ես չեմ ասում, որ իմ հետ համաձայնվեն, ոչ էլ իմ կարծիք ուզում եմ փաթաթեմ ինչ-որ մեկի վզին, ուղղակի կարող ասեք քո բախտը բերել է քո երեխային, մեր երեխեքն են, ուղղակի պետքա փորձենք հասկանանք ու ինչով կարանք օգնենք։ Եթե դիմում են օգնության համար անենք, եթե չեն դիմում թողնենք իրանք փորձեն, այս կյանքի դժվարությունների, կյանքի բովով իրանք անցնեն, սխալների վրա սովորեն։ Հիմա որ ասենք զգուշ ոտդ քարին չդնես հանկարծ չցավա։ Այսինքն այդպես վախենալով պետքա ապրեն, որ հանկարծ ոտը չցավա։ Թող դնեն, թող ցավա, սովորեն, որ էլ չդնեն։ Հիմա մոմ էլ չեմ վառել, տեսնում եք, որովհետև այդքան խառը գործերի մեջ եմ, տեսական ողջունը խառնել ենք իրար ամուսիններով, Աշոտը լավ էր վերջացրեց, այնտեղ հիմա մնում է պահարանը հավաքի, սկեստա պահարանը հավաքի, բայց դրա համար ոնց որ մի բան պակասում է, ոչինչ, թող հանգստանա, արդեն 4 անցա, ես այստեղ կվերջացնեմ, էդ էլ վաղը կանենք։ Ես ուզում եի բլինչի կանեմ, հետո հիշեցի, որ կենթանական կաթ չունենք, մենակ բուսական կաթ ունենք, այսինքն մոռացել եմ երեք Աշոտը առևտուր արել, մոռացա ասեմ, որ կաթ էլ առնի, այսինքն վաղը պետք է կաթ առնենք, հետո իմ բլինչիկի թավան այդքան դուրս չի գալիս, պետքա փոխեմ, անցյալ տարի էի առել, այդքան դուրս չի գալիս, պետքա այդ փոխեմ, նայեմ, չգիտեմ էլ որտեղից կարելի է լավ թավա առնել, պետքա գնամ նայեմ, մի հատ բլինչիկի թավա կառնեմ ու երևի թե վաղը բլինչիկի լիստերը կպատրաստեմ, ոնց որ Հայաստանում էինք անում, փաթաթեմ, դնեմ սառցախցիկ։ Երեք դե գործից հետո գնացքի մեջ վիդեոն մոնտաժեցի, տուն հասա, վերջի բաներն էլ նայեցի, անգամ չեմ էլ բան, ոնց որ ասած չսրբագրեցի, մաքրագրեցի, հենց այդպես վիդեոն դրեցի YouTube, հետո արդեն որ քնում էի շատ հոգնել էի դե, հետո որ քնում էի ասում մի հատ նորից չկարեցա լսեի, տեսնես գոնե նորմալ ամեն ինչ նորմալ մոնտաժել եմ, հետո առավոտ արթնացա կարդացի ձեր մեկնաբանությունները, ինքան բարի, լավ, սիրուն բաներ էի գրել, ձեր ջերմությունը ինձ էիք փոխանցել ու գիտեք, որ ես էլ իմ ջերմությունը ձեզ եմ փոխանցում, զգում եք, դուք իմ անկեղծությունն ու ջերմությունը զգում եք, գնահատում եք, ես էլ ձեզ շատ սիրում եմ։ Այդպես ժողովուրդ ջան, սուրճս արդեն համարյա թե վերջացրի, այ հիմա արդեն շոկոլադը էլ չեմ ուզում, տեսեք, շատ ճիշտ էր, փաստորեն, որ սկզբում չկերա։ Հիմա այս հետ կգնեմ, հիմա էլ չեմ ուզում, այդ շատ լավ է, ուրախ եմ, որ չեմ ուզում։ Ուտելն էլ ընդհանրապես ասում է, որ դանդաղ ուտում ես, ուղեղը մի քիչ ուշ ուղեղին հասնում էր, որ կշտացել ես, պետք է դանդաղ ծամես, դանդաղ ուտես, որ աստիճանաբար հետնել հասկանա ուղեղդ, որ դու կշտացել ես, թե չէ պատահում չէ, որ շատ սոված ժամանակ շուտ ուտում ենք, մենք էլ զգում ենք, որ այս ոնց ստամոքսս ուռեց, այս ինչքան կերա, որտեղ մինչև ուղեղին հասավ, մենք արդեն այնքան կերանք, այսպես ժողովուրդ ջան,
ուրեմն արդեն ժամը 4:20 եղավ, ես 15 րոպե նստած սուրճ եմ խմում։ Վերջի կումն էլ անեմ, լվացքը հավաքեմ, ներս բերեմ ու ձեզ հիմա երևի հրաժեշտ տամ, ես ասեմ արագ-արագ մյուս գործերը անելուն, մյուս վլոգի մեջ արդեն ցույց կտամ, թե ինչ ստացանք, ինչ եղավ, ինչ հասցրեցինք անենք։ Դուք լավ մնացեք, նորից ու նորից շնորհավորում եմ այն մարդկանց Սուրբ Ծնունդը, ովքեր այսօր են նշում ու ցանկանում եմ, որ առողջ լինեք, որ կարևորը խաղաղ, հանգիստ լինեք, ներդաշնակ լինեք ձեր հետ։ Ես ոնց մտածում եմ, այդ որ ասում ենք երջանիկ լինես, երջանիկ նշանակում է իմ կարծիքով էլ, երբ որ դու քո հետ խաղաղ ես, հաշտ ես դու քո հետ, ներդաշնակ ես դու քո հետ, երբ որ ներսդ խաղաղ է, հանգիստ է, այդ է երջանկությունը, թե չէ երջանկությունը այնպես չի, որ ասես ես մի ամբողջ կյանք երջանիկ եմ ապրել կամ էլ երջանիկ չեմ ապրել, չէ, երջանկությունը այդ ներքին խաղաղությունն է։ Ցանկանում եմ, որ դուք ներդաշնակ լինեք ինքներդ ձեզ հետ, որ ձեզ կարևորը բավարարված զգաք, ոչ մի բանի համար չփոշմանեք, կարևորը որ դուք ձեզ շատ սիրեք ու լավ մնացեք, իմ սիրելի բարեկամներ, այնքան շատ եմ կապվել ձեզ, այնքան շատ եմ սովորել ես մեր YouTube-յան ընտանիքին, որ երբ, չգիտեմ, չեմ էլ պատկերացնում, ես մտածում եմ, երևի ամբողջ կյանքում պետք է նկարեմ, որ ձեր հետ իմ կապը այսպես պահպանեմ։ Երևի թե կստացվի այնպես նաև, որ գոնե որոշ մարդկանց հետ կյանքում իրապես կհանդիպենք։ Ամեն դեպքում լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Սիրում եմ ձեզ, հաջողություն։